Պարոն Կասյան, երեք չեք մասնակցում բանավեճին, ինչու՞։ Հոգիս թույլ չտվեց, ոչ թե խելքս, այլ հոգիս թույլ չտվեց։ Ես ընդհանրապես նմանատիպ բանավեճերի ոչ մի անգամ չեմ մասնակցել։ 96 թվականից մինչև այսօր եւ ոչ մի բանավեճի չեմ մասնակցել։ Այդպես է իմ հոգիս ինձ թելադրում։ Իսկ տպավորություններն ինչպիսին էր։ Բացասական չէ ասի, որ ինչ որ մի բան տվեց ժողովրդին քաղաքի բնակչությանը։ Ուղղակի աղմուկ բան, ինչ որ ոչ չէին թողնում մարդիկ իրենց կարծիքը հայտնեին, իրենց ծրագրերը կիսատ էր մնում բան։ Հետո ինձ հետաքրքիր է թե ընդհանրապես ով իր ծրագիր ունեն։ Ինձ հետ մնացած մեկը մեկին անպատվելը, խոսալը, բանը, ինձ դա չի հետաքրքրում։ Ես հետո ուզում եմ տեսնել թե իրոք քաղաքում ինչ սերունդ է մեծանում։ Ինչ են ուզում ընդհանրապես քաղաքից, որ գալիս են, ինչ պետք է անեն ու կարող են անել։ Ես դա էի ուզում, բայց դա չկա։ Զարգացման ծրագրերը։ Հա, ես ուզում եմ դա տեսնել ընդհանուր առմամբ, ուզում եմ բոլորի բերանից լսել զարգացման ծրագիրը, քաղաքի զարգացման ծրագրերը, բայց ես չտեսա դա։ Հավանական է ժամանակն էր քիչ, որովհետև 8 հոգի խոսում էր բան, չէին կարող տեղավորվել 2 ժամվա մեջ, եւ դրա համար ես չուզեցա մասնակցել։ Բանավեճից հետո բավականին ուշագրավ հայտարարություն արեց տեխնացուներից մեկը Մարտուն Գրիգորյանը եւ որը բավական անակնկալ է շատերի համար ինչ որ առումով, տեսեք, նա ասում է, որ երբ որ ձեր անունը տվեց, իշխանությունը եկավ իր որդուն եւ հորը ձերբակալեց, խուզարկություն իրականացրեց եւ այս ամենը բացատրում է, որ իշխանությունը ձեզ այսպես մեծացնում, ուռճացնում է եւ ձեր միջոցով ուզում է քաղաքը տանել։ Իշխանությունը ինձ է պաշտպանում, հա, ուզում է ասած լինել։ Ստացվում է այդպես։ Ճիշտ ասած դրան սպասում էի, որ այդպիսի բան պետք է ասի։ Ես երբ որ իմացա, որ իրենց տունը խոզարկում են եւ թեկուս Կարենենց, ով գրասենյակը, ուրեմն իմ ավականիներից 3 հոգու ես արագ կարգով ուղարկեցի եւ ասեցի, որ մենք սատարում ենք, ասեք, որ Ղուկասյան Վարդանը դադապարտում է եւ սատարում է, եւ ընդոփ հայտարարություն արվեց կոմունիստական կուսակցության կողմից եւ իմ կողմից, ամբողջ Facebook-ի մեջ եւ TikTok-ի մեջ գծված է, որ մենք դադապարտում ենք նմանատիպ քայլերը։ Հետո դա իմ ծրագիրը չի։ Հետո այս կան այս քփն ինձ իմ տղուս օտի մեջը տարան բանդարգեցին, հետո արտարացրեցին։ Այս կան իմ վրես գործ են հարուցել։ Այս կան գործեր են հարուցել իմ վրես։ Ես ոնց կարամ հետո ու նրա այս դավաճանների հետ ճանապարհ գնալ։ Հիմա այն Լևոն Բարսեղյանն է ինչ է, դա էլ ինչ որ մի բան ասես, թե ուզում եմ հարցնել Ղուկասյան Վարդանին, կարող եք դուք ԿՊ-ի հետ ինչ որ այս դատական գործերը, որ ձեր վրայից անեն, իրանց հետ ուրեմն ճանապարհ գնաք։ Այդ ես գիտեմ, որ դու պետք է հասկացած լինեիր, Բարսեղյան, Լևոն, դու պետք է գիտենայիր, թե ես ով եմ։ Դու անգիր գիտես, թե ես այդպիսի մարդ եմ, թե այդպիսի մարդ չեմ, եւ ես 10 անգամ ասել եմ այդ խոսքերը։ Դու չգիտես, որ ես որ խոսք եմ ասում, խոսքը մարդու բերանից դուրս է գալիս, թեկուս, ասենք, սխալված է լինեմ։ Ես մինչև վերջ իմ խոսքը պաշտպանող եմ, լավ իմացի։ Միանշանակ դրա մասին չեմ էլ ուզում քննարկել, բայց այս երիտասարդի համար եմ ուզում ասել։ Ճիշտ ասած, սպասում եմ, որ ինքը որ իր տեխնացիոնը դրեց, մի բան պետք է այստեղ ստացվի էլի, ասենք Երևանի Սերժ Սարգսյանը մի բան պետք է սարքի անպայման, ինքը չի կարող հանգիստ մնալ, եւ մի բան եմ ասում, չեմ ուզում շատ խորանալ, ինչ որ որևիցե մի բան քեզ ասել, ես միշտ ասում եմ, որ Աստված թող ավելի շատ իմացություն տա քեզ, ավելի շատ խելք ու շնորհք տա։ Ես կարող եմ որպես հավատացյալ անձնավորություն հիմա էլ պասի մեջ եմ ձեռքս դնել ավետարանի վրա ու ասել ու երդվել, որ ես մաքուր եմ, ոչ մեկը չկա իմ հետևից, ոչ մեկից օգնություն չեմ խնդրել եւ ոչ մեկի հետ այս պահին ես կապ չունեմ, կարող է հարկում եմ։ Այո, ես բարձրաձայն ասում եմ, հարկում եմ Ռոբերտ Քոչարյանին, բայց դու էլ չես ասում, թե ում տեխնազուն ես, որտեղից ես եկել, ինչ ես անում։ Փախս եք տալիս։ Հիմա ես այսպես եմ առաջարկում։ Ուրեմն ընդդիմադիր բոլոր այդ տեխնազուները, ովքեր իրենց ընդդիմադիր են դասում, ընդդիմադիր դաշտում են տեսնում, ես ասում եմ, եթե ինձանից շատ որևիցե մեկը ձայն հավաքեցիք, ես միանում եմ ձեզ առանց պաշտոն ուզելու, առանց փոխքաղաքապետի, առանց ինչ որ մի բաժնի պետի, առանց որևիցե մի բանի եւ իմ ավականները պաշտպանելու են ձեզ։ Եթե ես ձեզանից շատ ձայն ունեցա, որ այդքան մաքուր եք, հələ կտեսնեմ դուք ինձ կմիանաք թե ոչ։
Եվ եթե հանկարծ դուք սարքեք 3 հոգի իրար միանա, հետո կաք ինձ ասեք ձեր 3-ի ձայնը ընտուպ ինձանից ցածր լինի, 3-ից կամ 4-ի ձայնը ինձանից ցածր լինի, ու դուք կաք ինձ ասեք, թե մենք 3 հոգի իրար միացել ենք, թեկուզ մեր ձայները ձեզանից քիչ է, ուրեմն դուք պետք է մեզ միանաք։ Նմանատիպ բան եթե արեցիք, ուրեմն դուք Նիկոլի պատվերն եք կատարում։ Եվ այդտեղ կերևա, որ ասենք ձեր հետևը ով որ կանգնած է եւ Նիկոլը մի ընտանիքի անդամներ են։ Չնայած կարող է եւ այստեղ խաղաղակ, որովհետեւ ձեր ժերտվատալը 2 րոպե է, ով որ ձեզ ուղարկել է, նրա համար 26 թիվն է կարևոր։ Բայց հիմա բարձրաձայնեցին։ Մենք սպասում ենք ձեր առողջ բանականությանը եւ ես քեզ ցանկանում եմ ամենալավը, ամենաբարին, թեկուզ դու միշտ քարկոծում ես, միշտ այսպես թշնամական խոսում, բան ինձ գալիս ասում են, բայց Աստված քեզ խելք ու շնորհ տա, մեկ մի բան ասեմ։ Ինձանից հեռու մնա։ Ես ոչ թե քեզ ահաբեկում եմ, իմ Տերս Աստված է, կպատժվես մեղքես։ Աստծո պատիժը կգա ձեր գլխին, մեղք եք։ Դուք տեսաք, մեկին էլ եք հովանավորում թևերի տակը բաներ եք դրել։ Աստված ինչ պատիժ տվեց Մոսկվայում։ Դուք լավ գիտեք։ Իմ հետևից ով ընկավ, լավոր չի ունենա։ Այս ձեզ ասում եմ։ Ես ոչ թե ձեզ անիծում եմ, ոչ թե ձեզ վատ բան եմ ասում, այլ ես կաղոտեմ ձեզ համար, որ ձեզ Աստված իմացություն տա, որ ինձանից հեռու մնաք, որ չպատժվեք, այդքան բան։ Իսկ մնացած քաղաքականության առումով կաբրենք կտեսնենք։ Հետո այն Լևոնը ինձ բան էր ասում, ասում էր գալա հերոստանգերությունը, կարող է փակեք։ Գալա հերոստանգերությունը ինձ հետ կապված մենք մի բան էինք ասում այն ժամանակ։ Հերոստա աշտարակը պատկանում էր Գյումրու քաղաքապետարանին։ Մենք ասել էինք, տալիս ենք ձեզ վարձակալության գումարները մուծեք Գյումրու քաղաքապետարանին։ Նրանք ասում են, չէ, մենք պետք է վարձակալության գումար չտանք, ասում են ինչի։ Եթե հանկարծ դուք մեզանից վարձակալության գումար ուզեք, մենք ձեզ գիշեր ցերեկ կթիրախավորենք եւ ձեզ կվադաբանենք, ամեն ինչ կանենք։ Մենք գումար պետք է չտանք։ Մենք էլ ասում ենք պետք է տաք, ինչ ուզում եք արեք։ Հիմա մենք հերոստանգերություն, մենք փակող ենք, թե քաղաքի շահերը պաշտպանող ենք, եւ ես զարմանում եմ, թե դու ոնց ես վերագրում մեր վրա այդ ամեն ինչը։ Իսկ ես քեզ հարց եմ տալիս, այն ադրբեջանական ֆիլմերը, որ վերում էր ադրբեջանցիների ցույց էիր տալիս Գյումրիում։ Դու տղադ, որ եք ասում եք, թե ադրբեջանցիների մեջ լավ մարդիկ կան, մենք իրենց կողքին ենք, պետք է գնանք Բաքու, չգիտեմ ինչեր եք ասում, դրա պատասխանը ես սպասում եմ քեզանից։ Մեկ էլ մնացածներ հետո կասեմ։ Հա ինչ ցավացրել եմ քեզ, որ ռուսական մենտալիտետ եմ պաշտպանում բան։ Սորոսից քանի միլիոն դոլար է ստացել։ Խելոք մնա։ Ես քեզ ասում եմ հանգիստ չափի տեղի մեջ մնա, ես քեզ ճանաչում եմ, ես քեզ լավ ճանաչում եմ, գիտես որտեղից։ Ինձ որ ասի որտեղից, կսեմ քո դեմքից։ Այո, որ դեմքին նայում եմ, ես զգում եմ, թե դու որ ազգի պատկանելություն ունես։ Հետո կասեմ քեզ։ Խելոք մնա, Լևոն, հանգիստ տեղի։ Պարոն Ղուկասյան, տեսեք, երբ որ Մարտուն Գրիգորյանն ասում է, որ քաղաքը տանելու են ձեր միջոցով, նկատի ունի նաև այն քրեական գործերը, որ կան եւ հետընտրական, եթե ընտրվեք, հետընտրական իրավիճակում գործընթացների ժամանակ իշխանությունը կարող է ձեզ հետ վարվել, ինչպես օրինակ Վանաձորի ընտրված քաղաքապետի հետ։ Դրա վերաբերյալ ասեմ, այդ քրեական գործեր, որ ասում եք, քրեական գործեր։ Ես այդտեղ ընդհանրապես ոչ մի գործի հետ ինձ առնչություն չունեմ։ Պատկերացրեք, ասենք Բալասանյան Սամվելի ժամանակահատվածի 60 հոդվածի գործերը բերել են դատախազությունը իմ պահով ներկայացնում է, որ պատասխան պիտի տա Վարդան Ղուկասյանը։ Մենք երբ որ ներկայացրեցինք, թե սրանք իմ ժամանակ չի եղել, շշմած ինձ են նայում։ Այնտեղ ասենք պատկերացրած դատարան կա, օտարման ոնց է կոչվում, օտարման դատարանը ոնց էր կոչվում, այդ այդ մի հատ դատարան կա, որ ասենք հողը բանը օտարում էր ինքը բան, այդպեսի բան կար, դատարան կա, մոռացա այս բանը չեմ կարող ասել։ Մի խոսքով դատարանով, ուրեմն դատարանը օտարել է հողերը, պատկերացրեք, հողերն օտարել է եւ այդ քաղաքապետարին պարտավորեցրել է Մեհեր Մգրչյանի հետ կապված տեքստիլ կոմբինատի հողերը 70 լոտ է կոչվում, ինչքան գիտեմ, թե քանի, ուրեմն քաղաքապետարին պարտավորեցրել է, որ քաղաքապետարանը պետք է գրանցի։ Մենք չենք գրանցել։ Դրանից հետո տվել ենք երկրորդ դատարան, թե չգիտեմ ինչքան բան, վերջը մենք չենք կարողացել հաղթել, իրենք մեզ պարտավորեցրել են, որ պետք է մենք գրանցենք տվյալ քաղաքացիներին, որոնք իրենք վաճառել։ Նախկին մարզպետ ԿՊԵ-ականի մասին է մեկը խոսքը, բան, օրենքի սահմաններում է եղել։ Հիմա ինձ մեղադրանք են առաջադրել
Դատարանի կատարած գործունեության համար, դատարանի կատարած գործունեության։ Այսինքն ես ոչ մի մտահոգություն չունեմ, ոչ մի մտահոգություն։ Իսկ ինչ որ ցիտում են, միանշանակ քաղաքական պատվեր է, ուղղակի այսպես բարձրաձայնում են, ինձ ուզում են վախեցնել, ինչի համար, որ օազիսը խլեն։ Օազիսն էլ այն Թումո կենտրոնը եկել է, թատրոնը վերցրել է, ուզում են օազիսը մեր ձեռքից վերցնեն, որովհետև Թումոյի հետևը կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Ես չգիտեի, $30,000 էլ իրենց գումար տվեցի, բայց պետք է ուզեմ իրենցից այդ գումարս։ Ափսոս, որ ես այդքան գումար տվեցի իրենց, ցավում եմ այդ Թումոյին։ Մի խոսքով այսպեսի բան էր։ Պարոն Ղուկասյան, Քարոզարշավի վերջին օրն է եւ այսօր վերջին այսպես հանրահավաքն է լինելու, ինչպես եք գնահատում ողջ ընթացքը։ Իհարկե ավելի թեժացավ վերջին քանի օրերին, բայց ողջ ընթացքը։ Ողջ ընթացքը շատ լավ էի գնահատում, եւ հետո եթե պետությունը չխառնե, ընդհանրապես պետությունն է խառնում։ Տեսեք հիմա որ թեկուզ այդ տղան որ էլի բան է խոսում, իմ անազգանուն է տալիս, իրեն էլ բան են անում, էլի ասում են, այսպես պետք է անեք, այնպես պետք է անեք, բան են մյուսներին, բան, այսինքն ազատ չեն, ինձպես ազատ չեն։ Ես դա եմ տեսնում, ցավում եմ, որ այդպես է, բայց հիմա ինչ անենք, այսպես է, ուրեմն ինչ էլ անեն, ես կռիվ չեմ, ձեր արածները այդ կդերը չեն կուտելու, կոնֆլիկտ չեմ սարքելու, թեկուզ հիմա գաք իմ մոտիկներից որևիցե մեկին, թեկուզ հայոյան կանեք, թեկուզ կոնֆլիկտ սարքեք, այս անեք, այն անեք, միանշանակ ձեզ պատասխանող հիմա չի լինելու։ Մինչև ընտրությունները վերջանա եւ հետո մենք կտեսնենք, թե այս ինչի եք այսպես դες պահում, ի՞նչն էր պատճառը։ Համբերեք ամեն ինչ իր տեղ Աստված բերի ցույց կտա։ Ես որպես հավատքով պասի մեջ անձնավորություն միայն ասում եմ, սրանով չի վերջանալու, լավ, թեկուզ այդ քաղաքապետ, քաղաք հասկացանք, հա, ինչ անենք, որ քաղաքապետ։ Ուղղակի ես սա արել եմ ոչ թե քաղաքապետ դառնամ, ես արել եմ, որ հայրենիքը փրկեմ։ Եվ ամբողջ այդ ժողովուրդը, ամբողջ հիմա հայրենասեր ժողովուրդը սպասում է, թե ԿՊ-ն այստեղ պետք է պարտություն կրի։ Հիմա դուք նպաստում եք ինձ կպնելով նպաստում եք ԿՊ-ին, չեմ հասկանում։ Փոխանակ ԿՊ-ի հետ խնդիր լուծեք, ինձ այսօր թիրախավորում եք, հա։ Զգացվում է, թե ինչ եք ուզում, շատ պարզ երևում է, ինչ կանել հիմա քավության նոխազը ձեր վրա ուղեն պետական այս կառույցները, որ հիմա եկել են, տանում են հորը կամ տղայիդ, միանշանակ ես դրա դեմ եմ աշխարհում, ամենաթշնամիս էլ լինի, ես երբեք չեմ ուրախանա նմանատիպ բաներից, ես այդպիսի արուն ունեմ, էլի բան, ես այդպիսի մարդ չեմ։ Եվ ես միայն կասեի, որ սարկում է պետությունը, խառնակցություն է անում, բայց մենք չափի մեջ մնալու ենք, խաղաղություն ենք պահելու եւ մի բան գիտենք, որ այն հայերը, որոնք սիրում են իրենց հայրենիքը եւ տեսել են թե ԿՊ-ն ոնց է հանձնել Հայաստանի Հանրապետության այդ հատվածը, ու միանշանակ նրանք իմ կողմնակից կլինեն եւ ինձ հետ ուզում են որ ԿՊ-ն այստեղ պարտվի։ Բայց նրանք, որոնք ուրեմն ԿՊ-ին բերել են եւ ԿՊ-ի կողքն են մինչեւ այսօր, ուրեմն դրանք պետք է խայտարակվեն, դրանք շաբիկը պիտի պատրվի եւ ժողովուրդը պիտի գիտենա, որ ովքեր են կանգնած դրանց հետևին։ Դա ես այստեղ Գյումրիում ցույց կտամ։ Այստեղից կսկսվի այդ ամեն ինչը։ Խաղաղություն ամենեցում։